Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու արտահերթ նիստ։ Նիստին ներկա էին բոլոր 3 խմբակցությունների անդամները։ Օրակարգում ներառված էր 9 հարց, որոնցից բոլորն էլ այսօր ավականու որոշմամբ ընդունվեցին։ Օրակարգի որոշ հարցերի շուրջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները քվեարկեցին կողմ, որոշներին ձեռնպահ։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ Կարեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք ընդգծված ռազմավարություն, ըստ որի քայլեր են ձեռնարկվում հաստիկացուցակի փոփոխության համար եւ տվյալ փոփոխությունը ինչ է նախատեսում, որն է առաջնահերթությունը, ինչպես նաև հետաքրքրվեց, թե եթե համայնքապետը խոստացել էր, որ իր աշխատավարձը ամբողջ կառավարման ընթացքում չի ստանալու, ինչու է նրա հաստիքը ներառված հաստիկացուցակում։ Ի պատասխան հարցը զեկուցող Քնարիկ Մելքոնյանն ասաց, որ այստեղ ունեն բաժինների միավորում, որի արդյունքում տնտեսվում է որոշակի աշխատավարձի ֆոնդ։ Ունենք ազատ հաստիկներ, որոնք այդ միավորման արդյունքում կհամալրեն ու նոր աշխատակիցների ընդունման կարիք չեն ունենա։ Հիմնական երևույթը այդքան է։ Կոնկրետ էական փոփոխություն չի ենթարկվել ընդհանուր առմամբ հաստիկացուցակը։ Կառուցվածքային ստորաբաժանումների որոշակի բաժիններ միավորվել են, արդյունքում էական փոփոխություն չի ենթարկվել։ Շնորհակալություն, այնուամենայնիվ հարցը ռազմավարության է վերաբերում։ Ուզենայի ռազմավարությունը անհատականային ոչ թե դետալային կոնկրետ հաստիկների մասով, եթե ունենք ընդգծված ռազմավարություն, ես ուզենայի այդ մասին խոսել, եթե չունենք ընդգծված ռազմավարություն, կոնկրետ հաստիկներին վերաբերում եւ աշխատավարձի չափին, ես ուզենայի հասկանալ արդյոք համայնքի ղեկավարի աշխատավարձի փոփոխություն նախատեսվում է թե չէ, ես իշխանան լսել եմ պարոն դուք հաստատելու մասին անհրաժեշտ, դուք ձեր նախընտրական կառուցվածքների ընթացքում խոսել եք այն բանի մասին, որ ձեր համայնքապետը իրեն ժամանակահատվածում չէ ստանալ աշխատավարձ, սպառնալու է, ուզենամ հասկանալ նշյալ հաստիկացուցակում եւ աշխատավարձի ֆոնդում դա հնարավոր է թե աշխատավարձը որպես հաստիկային միավոր ներառված է, որովհետև չներառելու տարբերակ չունենք, որպես հաստիկ համայնքի ղեկավարի ինքը ներառված է։ Ի կատարածելու պարոն Գրիգորյանի խոստումը հաստիկացուցակին դա չի վերաբերվում, վճարման ժամանակ դա իրագործվում։ Բավարարված եք։ Մեծ զրույցում Կարեն Գրիգորյանը խոսելով օրակարգում ներառված ու արդեն հաստատված սուբվենցիոն հայտերի մասին հարցի վերաբերյալ ասաց. Մեր համար առաջնայինը հետևյալն է, որ Փարաքար խոշորացված համայնքում տեղի ունենա զարգացումներ։ Իհարկե Փարաքարի համայնքապետանում մենք ունենք ձևավորված մեծ բյուջե, ծրագրեր ունենք հաստատված մեծ քանակությամբ, անկախ նրանից ում կառավարման օրոք կլինի իմ համար եւ մեր խմբակցության խնդիրն է, որ ծրագրերը կյանքի կոչվեն, որովհետեւ դրա շահառուն համայնքի բնակիչն է։ Մեկ հարցը միջև հիմա տանջում ինձ, այնուամենայնիվ համագործակցության մասին է խոսք գնացը, Վալոդիա Գրիգորյանը հայտնել էր այն մասին լրագրողին ի պատասխան, որ համագործակցություն ասելով ինչ նկատի ունի, ինչ որ մեկին տեղ ուղարկի գնագա, ես այդպես եմ ինչ օրս չեմ կարող հասկանամ ինչ նկատի ուներ, ում էր պատրաստվում ինչ որ տեղ ուղարկել գնագա կամ ում կարանա տեղ ուղարկի գնագա, խոսքը քաղաքացիական պայմանագիր խմբակցությանն է վերաբերվում։ Ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը առաջիկայում հենց ինքը Վալոդիա Գրիգորյանը պետք է տա։ Այսօր օրակարգում կար նաև համայնքապետի առաջին տեղակալի հարցը, որպես թեկնածու առաջարկվեց Անյուտա Սաֆարյանը եւ քվեարկության արդյունքում նա միաձայն ընտրվեց։ Արգելի ավականու անդամներ, ես առաջարկում եմ Անյուտա Սաֆարյանի տեխնացությունը, որպես համայնքի ղեկավարի առաջին տեղակալ եւ հարցը ասենց դնում են քվեարկության, ովքեր են կողմ։ Շատ լավ։ Ովքեր են դեմ։ Որոշում ընդունվեց, շնորհավորում եմ ձեզ։
Օրերս Փարաքարի մարզադպրոցում 21 տարի որպես ֆուտբոլի մարզիչ աշխատած Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանն իրեն պարտադրում է ազատման դիմում գրել։ Հակառակ դեպքում կազատի սպորտ դպրոցի 25 աշխատակցի։ Վերջինս տեղեկացրել է, որ ինքը ընտրությունների ժամանակ սատարել է քաղաքացիական պայմանագրին։ Այս առնչությամբ Կարեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով չպետք է որևիցե անձ աշխատանքից ազատվի։ Ասեմ ավելին, այն քաղաքացիները, ովքեր որ այն աշխատակիցները, ովքեր որ իրենց ազատման հիմքում քաղաքական մոտիվներ են տենում, ես խնդրում եմ դիմել ինձ ու այդ հարցի շուրջ ավելի խորացված մենք մոտեցում ցուցաբերենք։ Ես կարծում եմ, որ Վալոդիա Գրիգորյանի հայտարարությունները միջ ընտրությունների օրը եւ այդուհետ, այսինքն կառավարման ընթացքում պետք է լինեն համահունչ, մեկը մեկի շարունակություն է, այսպես ասած, եւ տեղ տարաձայնություններ պետք է չլինի։ Քաղաքական դրդապատճառներով, որից մեկը չպետք է աշխատանքից ազատվի։ Այնուամենայնիվ ես իլուր աշխարհի հայտնում եմ, որ նման գործելավոճը հատուկ է նախկին ժամանակահատվածում գործող իշխանություններին։ Վալոդիա Գրիգորյանը ինքը ապրիլի երկիր կուսակցության անդամ է։ Ես հուսով եմ, որ ընդհանուր մեթոդաբանության մեջ այսուհետ փոփոխություն կարվի։ Ես չեմ ուզում պատկերացնել, որ մենք հին բարքերն ենք տանելու առաջ, որովհետև գործող քաղաքական իշխանությունը չի թույլ տա նման բարքերով առաջ գնալու։ Իդեպ Վալոդիա Գրիգորյանն այսօր չցանկացավ մեզ հարցազրույց տալ, նշելով, որ կխոսի մեկ այլ օր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։